մայիսի 18-ը համարվում է թանգարանների միջազգային օր, մեր այսօրվա տոնը նվիրված է թանգարանների միջազգային օրվան։ Թանգարանների միջազգային օր մայիսի 18-ը նշվող ամենամյա տոն է, որը որոշվել է թանգարանների միջազգային խորհրդի 1977 թվականի մայիսի 18-ին ICOM 11-րդ գլխավոր կոնֆերանսի ընթացքում ռուսական պատվիրակության առաջարկությամբ։ Տոն, որ միշտ մեզ հետ է, տոն, որ հենց մերն է։ Այսպես կարելի է բնութագրել թանգարանների միջազգային օրը թանգարանների աշխատակիցների համար։ Եվ այդ օրը մայիսի 18-ն է, որն աշխարհում արդեն նշվում է 47 անգամ։ Ինչ խոսք, թանգարանների միջազգային խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սա խորամանկ քայլ էր, որովհետև տարեց տարի զգացվում էր թանգարանների այցելուների քանակի նվազում և այս միջոցով նրանք փաստորեն մարդկանց կրկին ուղղորդեցին դեպի թանգարաններ։ Այսօր տոնական տրամադրություն էր թևածում Նինոց Մինդայի երկրագիտական թանգարանում և հենց այս հիշարժան առիթով մենք մեզ մոտ էինք հրավիրել Նինոց Մինդայի թիվ 1 հանրային դպրոցի 9-րդ դասարանցիներին, նրանք կազմակերպել էին շատ գեղեցիկ, բովանդակալից հետաքրքիր միջոցառում։ Միջոցառման կազմակերպման համար ես հոգաչափ շնորհակալ եմ պատմության ուսուցչուհի Լուսինե Թանգամյանից, իսկ միջոցառման կայացման համար հենց նույն դպրոցի տնօրեն տիկին Դիանա Թումասյանից։ Ես չեմ ալարում անընդհատ կրկնել, որ նմանատիպ միջոցառումները փաստորեն ապահովում են այն ամուր կամուրջը, որը ձգվում է թանգարանի և դպրոցի միջև։ Երեխաները նաև այստեղ հնարավորություն են ունենում ինքնադրսևորվելու նաև մի այլ լսարանի առջև։ Եվ քանի որ թանգարանների միջազգային օրն է մայիսի 18-ը, շնորհավորում եմ աշխարհի մեր բոլոր գործընկերներին։ Մեր այսօրվա միջոցառումը նվիրված էր թանգարանների միջազգային օրվան, մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է։ Մեր միջոցառումը մենք կազմակերպել ենք Նինոց Մինդայի թիվ 1 հանրային դպրոցի 9-ի B դասարանի աշակերտները։ Շնորհակալություն ենք ուզում հայտնենք մեր պատմության ուսուցչուհի Թանգամյան Լուսինեին։ Թանգարանը մեզ համար մեծ նշանակություն ունի։ Թանգարանը ոչ միայն հաստատություն է, այլ թանգարանը մեր սրտերում է։ Այսօր եղաները ինձ մեծ ձեռնարկեցին, որ իրենց խոսքերով ես հիշեցի այս բոլոր ամեն ինչը։ Ուղղակի շնորհակալություն խոսքի հաջի մեր ուսուցչուհի Լուսինե Թանգամյանին, որ կազմակերպեց գեղեցիկ այս օրը։ Այնպես որ շատ շնորհակալություն մեր այսօրվա զգացմունքների, այսօրվա հոսմունքի համար, դուք օգնեցիք, որ մենք ևս ինչ-որ տեղ հիշենք մեր անցյալը։ Այնպես որ ցանկանում եմ ձեզ ամենալավ և ամենաբարին և ինչպես ավանդական է դառնում մեր քաղաքապետարանի մշակույթի կրթության և հուշարձանի պահպանության բաժնի կողմից մենք պատրաստել ենք նվերներ, որպեսզի դուք էլ ավելի չծուլանաք, ներկայացնել այսպես բան